Անտալիա դիվանագիտական ֆորումի Երևանից միայն փոխարտգործնախարարն է գնում առաջին անգամ 2022-ից հետո։ Հայկական պատվիրակության կազմն այս անգամ չի առաջնորդելու Հայաստանի գլխավոր դիվանագետը։ Վահան Կոստանյանը միայնակ կլինի Թուրքիայում, համաձայն դիվանագիտական ֆորումի պաշտոնական կայքի, որտեղ ներկայացված են միջոցառման բոլոր մասնակիցների տվյալները։ Ընդ որում դիվանագետների հավաքին Հարավկովկասից միայն Հայաստանն է փոխարտգործնախարարի մակարդակով ներկայանում։ Վրաստանից արտաքին գործերի նախարարը այնտեղ կլինի, Ադրբեջանից մինչև իսկ Ալիևը։ Ֆորումին կմասնակցի նաև Սերգեյ Լավրովը, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Անտալիայի դիվանագիտական ֆորումը նաև Երևան-Անկարա շփումների առանձին հնարավորություն էր ստեղծում, բայց մինչև այս պահը Հայաստանի գլխավոր դիվանագիտական կառույցից չեն պարզաբանել, թե ինչու այս տարի այսպես։ Փորձեցինք ճշտել, զանգերն արտգործնախարարություն անպատասխան մնացին։ Ի տարբերություն վերջին 2 տարիների Անտալիական ֆորում այս անգամ չի գնալու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Դիրքորոշում չէ, բայց ավելին չի մանրամասնել։ Ես Անտալիա չեմ մեկնել։ Արտգործնախարարը։ Դե ասեցի էլի, Այդ անցածը մեկնել եք, չէ՞, պարոն Ռուբինյան։ Դե հա, բայց Սա ինչ-որ վերաբերում է։ Ոչ։ Իսկ փորձագիտական համայնքում առավելապես տարածաշրջանային անկայունության հետ են կապում Երևանի հաշվարկները դիվանագետների Անտալիական ֆորումին մասնակցելու միայն արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով։ Քաղաքագետն է ասում, վայրիվերումների պակաս չկա տարածաշրջանում, ընդ որում շեշտում է, դրանք կատաղի են վերաձևում օրակարգը։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավոր այսպես փոխակերպումները, Թուրքիայի եւ Իսրայելի ներկայիս հարաբերությունների վիճակը, Իրանի տարածաշրջանային դերը եւ նշանակությունը, ինչպես նաեւ Իրան-Թուրքիա հարաբերությունների եւ շահերի հակասություններն ու որոշակի հարցերում համադրությունները ստեղծել են այնպիսի այսպես սպասողական եւ այսպես ասենք ոչ միանշանակ իրավիճակ, ինչը կարծում եմ թույլ է տվել Հայաստանի իշխանություններին որոշակի վերանայումներ իրականացնել այնուամենայնիվ։ Այսուհանդերձ արդեն նաև գրեթե 4 տարի Ռուբինյան քլեջ պայմանավորվածությունը չի բացում հայ-թուրքական սահմանի պինդ զոդված դարպասները, ընդ որում միայն երրորդ պետությունների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, թեպետ դրա համար Երևանն ամեն ինչ արել է, ըստ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի։ Բացի այս, նախորդ տարեվերջին Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը խոստացավ այս տարեսկզբին խորհրդանշական քայլեր անել Երևանին ընդառաջ հարաբերությունները կարգավորելու հարցում, բայց 2026-ի 4-րդ ամիսն է գլորվում, Թուրքիայից նորություններ չեն հասնում։ Բացառությամբ թուրք պաշտոնյաների հայտարարության, թե Հայաստանի հետ հարցերը պարզելու համար Երևանը նախ պետք է լուծած լինի բոլոր խնդիրները Բաքվի հետ։ Այստեղ որևէ այսպես արտառոց բան չկա, որովհետև Թուրքիան երբեք չի թաքցրել, որ հայ-թուրքական հարաբերությունները կառուցվում են հստակ նախապայմաններով եւ այդ նախապայմաններն են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված կարող է հայ-թուրքական հարաբերություններում այսպես պայմանական բեկում լինել։ Հարաբերությունները կարգավորելու գործընթացը դանդաղել է, մասնագետներն են նկատում, ունեն նաև տպավորություն, թե էական խնդիրներ կան այստեղ։ Մեր կողմից որևէ խնդիր չկա։ Փորձագետներն էլ են այս համոզմանը, խնդիրը հակառակ կողմում է Թուրքիայում։ Այստեղ է, որ հիմնավորում են Անկարան առանց նախապայմանների Երևանի հետ եւ ոչ մի անգամ չի նստել բանակցելու, եւ որքան էլ հայաստանյան իշխանությունները պնդեն, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Երևան-Բաքու շփումներն իրարից անջատ են, մասնագետներն ասում են միևնույն է, դրանից չի խամրում թուրք-ադրբեջանական եղբայրության փայլը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։